Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Պողոսյան, պատրաստվի Ժորա Գրիգորյան։ Հարգելի քաղաքացիներ, առողջապահության ոլորտի զարգացումը պետք է լիներ կառավարության հիմնական առաջնահերթություններից։ Քաղաքացուն խոստացված էր անհատի եւ հանրային առողջապահության պահպանում եւ բարելավում, ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահության ծառայությունների մասին, սակայն հիմա ես պետք է խոսեմ առողջապահական ծրագրի ձախողման մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս պետք է ունենար առողջապահական ապահովագրություն, սակայն 4.5 տարի անց դեռ նախապատրաստման փուլը սկսված չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անդադար լսում է պետական պատվերը վերջացել է եւ դրան զուգորդված մի արատավոր երևույթ է տիրում այսօր հիվանդանոցներում, որի անունը տվել են նվիրատվություն։ Հարյուրավոր միլիոններ են գանձում հիվանդներից նվիրատվության անվան տակ, որի մասին խոսվել է բազմիցս։ Ուրեմն օպտիմալացման ծրագրերը կառավարությունը կատարում է անհասկանալի, առանց մաստեր պլանի, առանց միասնական մոտեցման։ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման մարզային կենտրոնների օպտիմալացում, կատարում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում, եւ դա էլ քիչ չէ, սկզբից մարզային հիվանդանոցները բերեց իր ենթակայության տակ, եւ հիմա ինչ է անում։ Շրջանառում է մի նախագիծ, որով մարզերում օպտիմալացնում է հիվանդանոցները։ Եվ այսպես, շուտով յուրաքանչյուր մարզում ունենալու ենք մեկ հիվանդանոց, մեկ բժշկական կենտրոն այդ մարզի անունով։ Հիմնավորումը ինչպիսին է, հեշտ կառավարելու համար, ինչպես է թե իրենց կոմֆորտ լինի, հեշտ կառավարեն, իսկ թե ինչ կլինի բնակչության հետ, աշխատողների հետ, այս կառավարությանը հետաքրքիր չի։ Հայաստանի Հանրապետությունը նախորդ 2 տարիներին առաջատարն է եղել կարմրուկի նման վտանգավոր հիվանդության, հիվանդացության թվերով։ Անգամ Հայաստանի Հանրապետությունում ջրծաղիկից երեխա է մահացել։ Սա ապաշնոր կառավարության արդյունքն է։ Եվ հետաքրքիր մի այսպես կոռուպցիոն սխեմա է ստեղծել, առողջապահության նախարարությունը տալիս է հիվանդանոցների լիցենզիան, կառավարում է, նշանակում է տնօրեններին, տալիս է բյուջեն, փողը, վերահսկում է մոնիտորինգի անում այդ բյուջեն եւ վերջում, եթե պետքա պետական առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը գնաց տուգի, ելի այդ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահը նախարարն է։ Այսինքն ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքում հետաքրքիր կոռուպցիոն սխեմաները կարգավորելու համար։ Ամենաաղմկահարույց ծրագրերից մեկի մասին խոսեմ, որը վերաբերվում էր դեղապահովմանը։ Հայաստանի Հանրապետությունում այդ էլեկտրոնային դեղատոմսերը, որ կախեցին մարդկանց գլխին, հիմա տուգանում են բժիշկներին, դեղատներին, այդ գիտենք։ Դեղերի քանակը 2018 թվականի համեմատությամբ 55%-ով պակասել է։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Այսինքն, այս կառավարությունը չի կարողանում ապահովել անվտանգ, մատչելի դեղերի հագեցվածության բժշկական օգնությունը սպասարկելու համար։ Հայաստանի Հանրապետությունում պետք է գրանցված լիներ շուրջ 8000 անվանում դեղ, սակայն այսօր 2500-ից ավելի պակաս է դեղերի գրանցված քանակը։ Եվ այսպես կադրային քաղաքականությունում եւս ունենք մենք ծայրահեղ ծանր վիճակ, արտագաղթում են Հայաստանի բժիշկները, մարզերում բժշկական ապահովվածությունը կադրերի հարցով կատաստրոֆիկ է, սակայն ոչ մի միջոցառում դա վերականգնելու համար չի կարվում։ Եվ այսպես ամփոփ եմ, կառավարությունը ձախողել է ոչ վարակիչ հիվանդությունների, մոր եւ մանկան առողջության, վարակիչ հիվանդությունների, տարեցների առողջության, ապահով շրջակա միջավայրի, էլեկտրոնային առողջապահության, որակի ապահովման,
ֆինանսական կարգավորումների ներդրման, դեղորայքի քաղաքականության եւ մի շարք այլ ծրագրերով։ Եվ ուրեմն ձախողված կառավարությունը պետք է հեռանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Պողոսյան։ Համեցեք Հայաստանի Պետական Կուսակցության